Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, 3 տղաների մայրիկ, սպասում եմ իմ 4-րդ փոքրիկին, այս պահին կես գիշերն անց է ու մենք սկսում ենք իմ աղջկա ծննդյան վլոգը, հոկտեմբերի 23-ն է, ես չգիտեմ թե աղջիկս հստակ երբ կծնվի, բայց վերջնաժամկետից արդեն անցել է 5 օր, այնպես որ ամեն րոպե կարող ենք իրեն սպասել արդեն, որոշեցի, որ սա կլինի հենց իր ծննդյան վլոգի սկիզբը։ Ես արդեն ինձ այնքան էլ լավ չեմ զգում, իհարկե հանգիստ եմ, հոգեպես, որովհետև ամեն ինչ պատրաստ է, ես վերջացրել եմ իմ բոլոր մաքրության գործերը, որոնք դուք արդեն տեսել եք նախորդ վլոգներում, ամեն ինչ պատրաստել եմ, ծննդյան պայուսակները պատրաստել եմ, բայց հիմա ունեմ միայն մեկ կիսատ գործ, դա իմ ամբողջ գնումները տեղավորելն է, որ այսպես օրեր շարունակ մնացել եմ տոպրակով գրված ու ես ոչ արդուկել եմ, ոչ տեղավորել ու այս գնումների մեջ մեր ամենակարևոր գնումներն են դուրս գրման պարագաները, հագուստները, երեխաների, տղաների հագուստները, ամուսնուս հագուստները, որոնք իրենք այդ օրը պետք է հագնեն եւ գան դուրս գրման աղջկաս դուրս գրման օրը ու ես նախապես պիտի արդուկեմ, պատրաստեմ, կախեմ, որ իրենց հեշտ լինի, զանգեմ, ասեմ կախիչներով վերցրեք, հագեք ու եկեք, որովհետև ուզում եմ բոլորս միանման սիրուն տեսք ունենանք այդ օրը ու քանի որ ներքին զգացում ունեմ, որ իմ աղջիկը ծնվելու է այսօր, վաղը, չգիտեմ, ինչ-որ զգացողություն ունեմ, որ շատ հանկարծակի, շատ անսպասելի անակնկալ է անելու, ուզում եմ այս վերջին գործս էլ անեմ ու հանգիստ արդեն սպասեմ աղջիկս։ Իհարկե հիմա մանրամասն ցույց չեմ տալիս, թե ինչեր եմ գնել, որովհետև նախորդ վլոգներից մեկի ընթացքում կարծեմ վերնագիրը հենց այդպես էլ դրել էի, մեծ գնումներ ծննդատուն գնալուց առաջ, եթե չեմ սխալվում, ինչ-որ այդպիսի մի բան է վերնագիրը վլոգի ու այդ վլոգում ես մանրամասն ցույց եմ տվել բոլոր իմ կատարած գնումները, դրա համար այս պահին ուղղակի շատ արագ պիտակները կազատեմ, կդնեմ, կպատրաստեմ, կարդուկեմ ու կգնամ քնելու, ժամը երևի թե 1:30-2-ն է, բայց այնքան սենց մեծ աշխատունակություն է արթնացել մեջս, որ քունս ընդհանրապես չի տանում ու ամեն կերպ ուզում եմ ես տոպրակներից էլ ազատվել, նոր հանգիստ գնալ քնելու։ Էմինի սպորտային տաբատներն եմ արդուկում, որոնք վերցրել էի իր ֆիզկուլտուրայի համար, բայց հիմա արդուկում եմ ու հասկանում եմ այնքան լավն են, որ ափսոս է ինքը սրանք տանի ֆիզկուլտուրայի, ավելի լավ է տանի իր ունեցածներից ֆիզկուլտուրայի, իսկ սրանք թող մնա տանը սիրուն կհագնի ու ի դեպ այնքան մատչելի եմ գնել այս երկուսը միասին, բաց չգիտեմ ինչ գույն եք դուք տեսնում, բայց ինքը բաց կաթնագույն է եւ սև, երկուսը միասին գնել եմ ընդամենը 5700 դրամ ու այն որ շատ սիրուն է, ասես կողքերը գրպանչիկներով, չգիտեմ երևում է թե չէ, շատ լավն են, պատկերացրեք արդուկեցի ու ափսոսեցի, որ սրանք ֆիզկուլտուրայի հագնի, կթողեմ տանը ձմռանը, հատկապես ձմռանը, դե ամռանը շատ են դուրսում ներսանում երեխեքը, դրսում շատ են կեղտոտվում գալիս տուն ու հիմնականում տան հագուստին այդքան շատ ուշադրություն չեմ դարձնում, բայց ձմռանը այնքան եմ սիրում, որ երեխեքը տանը կոկիկ, մաքուր, սիրուն հագնվում են, որ սենց նայում ես ու հաճույք ես ստանում, դրա համար թողեմ այս տաբատները տանը սիրուն կհագնի։ Սրանք էլ Առնոյի համար էի վերցրել, Առնոն շնյաչի պատրուլ շատ է սիրում, դե իմ երեխեքը գիտեք շատ չեն նայում մուլտֆիլմեր, ինչ-որ հեռախոսները բացառված է, ինչ էլ որ նայում են հեռուստացույցով ու
Արնոյի միակ մուլտֆիլմը, որ ինքը նայում է, ընել պարտեզ գնալուց առաջ մի 5 րոպե նայում է, նոր գնում է պարտեզ, այդ արդեն իր մոտ ամենօրյա ավանդույթ է դարձել, դա Շինյաչի պատրոլն է ու շատ է սիրում։ Ինչ հանդիպում եմ Շինյաչի պատրոլով, իր համար առնում եմ, շատ է ուրախանում, այս վերջին գնումներիս մեջ նաև մտցրել էի այս բլուզը Արնոյի համար, թեթև սիրում բարակ բլուզը Շինյաչի պատրոլով, հատկապես շատ ուրախանում, ինքը Շինյաչի պատրոլով ինչ-որ բան հագնում ու պարտեզ է գնում, որ պետք է իր դաստիարակին ցույց տա։ Արդուկեն գուցե հենց վաղն էլ հագնի գնա պարտեզը։ Այս կանաչը սա վերցրել եմ, որ հագնի Արնոն ծննդատան դուրսգրման օրը մեր ճուտկի, որովհետև ուզում եմ տղաները մոխրագույնի խակի կանաչի երանգների մեջ լինեն, ինչ դժվար է արձակվում։ Ոնց կարելի է երեխայի հագուստի կոճակները այնպես կարել, որ այսքան դժվար արձակվեն։ Իհարկե ես կուզեի, որ ինքը հենց այսպես հագներ, բայց քանի որ որակապես մի քիչ հաստավ ավելի շատ վերխի է նմանվում, կարծում եմ ամեն դեպքում տակից ինչ-որ սպիտակ շապիկ կհագնի, կնայեմ ինչ ունի հարմար, գուցե կիսաթև ինչ-որ սպիտակ շապիկ դնեմ, տակից հագնի ու վրայից սա հագնի որպես վերխ, կհարթուկեմ ու կհասկանաք։ Այս վերխը գնել եմ 4700 դրամ, կարծում եմ էլի շատ հարմար է արժեքը, որովհետև շատ սիրունիկ ու բավականին որակյալ է։ Քիչ առաջ նաև իմ զգեստը արտուկեցի, կախեցի, ձեզ ցույց չտվեցի, բայց կասկածներ ունեմ, արդյոք դուրսգրման օրը կլինի հագովս, թե մեծ կլինի, որովհետև այդ զգեստը մեկ անգամ արդեն կրել եմ ու բավականին թույլ էր հագովս, բավականին լայն էր, պատկերացնում եմ ծննդաբերությունից հետո արդեն որքան լայն կլինի, չգիտեմ դուրսգրման օրը կարողանամ հագնել թե չէ, ամեն դեպքում մի հատ պահեստային տարբերակ եմ թողել, եթե դա չլինի կամ զգամ, որ այդքան էլ ինձ կոմֆորտ չի այս զգեստի մեջ, պահեստային տարբերակը կհագնեմ, նա հաստատ գիտեմ, որ կլինի, իսկ այդ մեկ անգամը, որ հագել եմ, այս զգեստը վերջերս շատ սիրուն նկարահանման առաջարկ էինք ստացել հանրային հեռուստաընկերության կողմից, իդեպ այդ թողարկումով իմ ալիքում կիսվել եմ, չգիտեմ տեսել եք թե չէ, շատ հետաքրքիր մանկական հաղորդաշար է, փորձերոն, հանրային հեռուստաընկերությամբ է եթեր գնում, ու այդ հաղորդաշարում նաև մի փոքրիկ հետաքրքիր հատված ունեցանք ես ու տղաները, որտեղ քիմիական փորձ ենք կատարել, այդ նկարահանման օրը հագել եմ հենց այն զգեստը, որ գնել էի ճուտիկի դուրսգրման համար, բայց նկարահանման օրը հագա ու զգացի, որ բավականին մեծ է հագովս, շատ թույլ է, լավ մեծ չափ եմ վերցրել ու հիմա արդեն կասկածներ ունեմ, արդյոք դուրսգրման օրը հագովս կլինի, թե ավելի մեծ կլինի, դե երկու տարբերակն էլ կվերցնեմ, այդ պահեստային տարբերակը հաստատ գիտեմ, որ կլինի, այստեղ մի տոպրակ ևս ունենք դեռ գնումներ ու այդ ամենավերևում դրված է աղջկաս դուրսգրման հագուստը, որ հիմա էլի սիրում, պիտի արդուկեմ, պատրաստեմ, չգիտեմ արդյոք ձեզ ցույց տամ, թե դուրսգրման օրը ցույց տամ երևի ամեն դեպքում։ Ես չեմ դուք եք ոնց չխենթանամ, մի հատ այստեղ նայեք, խնդրում եմ, այս շորիկը շատ ավելի մեծ է երևում տեսախցիկով, բայց իրականում ինքը շատ փոճրիկ է, 0-ից 3 ամսականի համար է նախատեսված, ունի այսպիսի տաբատ, շատ պստլիկ, ձեռքիս ափից մի քիչ ամեծ, որ պատկերացնեք։ Ու այս կոշիկները խնդրում եմ, մի հատ այստեղ նայեք, խենթանալի աղակի, որ արդեն պատկերացնում եմ ես իմ աղջկան այս հագուստների մեջ,
24-ն է այսօր հոկտեմբերի ու մենք գնում ենք հերթական ստուգման, հույս ունենք վերջին ստուգման արդեն, հաջորդ կադրերը մեծ հույս ունեմ, որ կլինեն ծննդատնից։ Ինչպես տեսնում եք, հաջորդ կադրերը ծննդատնից չեն, քանի որ մեզ հետ ուղարկեցին, մեր աղջկա ծնվելուն դեռ օրեր կան ու ուզենք թե չէ, պետք է համբերատար սպասել։ Հոկտեմբերի 26-ն է, ես կրկին գնում եմ հիվանդանոց Առնոյի ուղեկցությամբ, այս անգամ արդեն շատ վստահ, որ մնալու եմ, ճիշտը ցավեր չունեի, բայց իմ հղիության ժամկետը բավականին շատ էր անցել ու արդեն դառնում էր վտանգավոր այդ անցնելը, ինչպես տեսնում եք այս կադրերից, ինձ էլ հետ չեն ուղարկում տուն։ Ճիշտ է, ինձ միանգամից տեղափոխում են ծնարան, բայց առաջին ժամերի ընթացքում ես ինձ բավականին լավ էի զգում, հիվանդանոց ընդունվել եմ 1.5, իսկ այստեղ գրեթե 5-ն է, ինչպես տեսնում եք։ Կեսգիշերին մոտ ես ինձ արդեն շատ վատ էի զգում, առանց որևէ միջամտության, առանց ծննդաբերական ցավերը արագացնող սիստեմաների ու հոկտեմբերի 27-ի արևածագը ես դիմավորում եմ շատ վատ վիճակում։ Հոկտեմբերի 27-ին իմ հիվանդանոց ընդունվելուց գրեթե 24 ժամ անց ծնվում է աղջիկս ու այստեղ դուք արդեն կադրեր տեսնում եք այդ ծննդաբերական օրերից, ինչ որ բաներ փորձել եմ ընթացքում ֆիքսել, մենք ունեինք 3 անգամյա սնունդ, որից ես այնքան էլ չէի օգտվում, իմ սորտով չէր։ Չնայած ծննդաբերական շատ բարդ շրջանին, պետք է ասեմ, որ հետ ծննդաբերական շրջանը մեզ մոտ անցավ բավականին հարթ ու 3 օր անց մենք դուրս ենք գրվում հիվանդանոցից։ Հիմա խոսում եմ ու անկեղծ չեմ կարողանում հուզմունքս թաքցնել։ Դուք գիտեք, թե ես ոնց եմ արդուկել, պատրաստել այս բոլոր հագուստները ու հավատս չի գալիս, որ այն ինչի մասին օրեր առաջ ես միայն երազում էի, այսօր արդեն իրականություն է դարձել։ Ուղղակի անհնար է այս կադրերը նայել առանց հուզվելու։ Մի փոքր ափսոսում եմ, որ այս վլոգը տեղադրում եմ շատ ավելի ուշ, քան կուզեի տեղադրել, բայց բոլոր նրանք, ովքեր ինձ հետևում են նաև Instagram-ով, ռեալ մասնակից են եղել այս դուրսգրման սիրուն արարողությանը ու ի դեպ Instagram-ում այս ռիլը ունի 1 միլիոնից ավել դիտում։ Ինչպես տեսնում եք, տանը նույնպես բոլորը շատ սիրուն պատրաստվել էին մեզ դիմավորելու համար ու ես անկեղծորեն հուզված էի, ապշած այս ամենի սիրունությունից չէի սպասում այսքան սիրուն ձևավորում։ Սա կյանքիս լավագույն օրն էր, որը ես հավերժ կպահեմ իմ սրտում։ Իմ սիրելի մարդիկ, ընկերներս ամեն բան հոգացել էին, որ ես ինձ այդ օրը զգամ աշխարհի երջանիկը ու իրենց մոտ ստացվել էր։ Դժվար չի նկատելը, որ այդ օրը միայն ես չի, որ հուզված եմ, տղաներս, ամուսինս նույնպես շատ սիրուն էմոցիաներ ապրեցին, եղբայրները ուղղակի խենթանում են իրենց քույրիկի համար, ամեն վայրկյան ուզում են հոգ տանել իրենց քույրիկի մասին ու այդ շատ երջանկացնող է։ Անընդհատ գրում գալիս հիանում եմ այս սիրուն տեսարանով, իմ ծաղիկներով։ Այստեղ նաև 3 նվերներ եմ ստացել, որ դեռ չեմ բացել, փուչիկներն են, բայց որոշել եմ արդեն ազատվել այս փուչիկներից, որովհետև իրենք ահագին նստել են, սենց հերթով իջացնում եմ, որ հավաքեմ արդեն, ծաղիկներս էլ պետք է մի հատ նայեմ, այստեղ ծաղիկներ կան, որ մի քիչ չորացել, թառամել են, ջրերը փոխեմ, վերեմ նորից սիրուն դնեմ, որոնք որ թարմ են, մի թեթև այստեղ հավաքելու բան ունեմ, մեզ մոտ շաբաթ օր է, Ադանը լեգոներն է լցրել իր մանր, որովհետև 3 ամբողջ դասերը վերջացրել է ու կարա այսօր ամբողջ օրը լեգոներով զբաղվի, էլ դասը անում։ Ադանս, ինչի։ Մի հատ ավտոյի ակ եմ ուզում գտնեմ, չեմ գտնում։ Այսքան լեգոյի միջից մի հատ ակ չես գտնում։ Չկա։ Խոսքով, այդպես երկս չգնաց ամբողջը նստացնեմ, որովհետև Առնոն տանը չի այս պահին ու մտածում եմ կարող է գա տուն, նեղվի, սենց թողել եմ, թող գա տեսնեմ ինչ է անում, ամեն օր վերցնում, խաղում, զբաղվում է, հետո ընթացքում սրանք էլ արդեն կնստացնեմ, իրականում վիզուալ ճնշում է, առաջին այդ օրը, որ եկա շատ սիրուն էր, շատ սիրուն էին կազմակերպել ամեն ինչ,
Բայց ընթացքում արդեն մի քանի օր հետո ճնշողը ցենց լցրած ոնց որ ինչ որ ավելորդ բան ունի տան մեջ կամաց կնստացնեմ։ Չէի կարող այս վլոգը ավարտել առանց իմ եւ ձեր սիրելի ռուբրիկայի գնումներս եմ ուզում անպայման ձեզ ցույց տալ, որովհետեւ կարծում եմ բավականին օգտակար գնումներ եմ կատարել ու ձեզ էլ պիտանի կլինի, արտիկուլները անպայման կթողնեմ։ Առաջին բանը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, այս նասկիներն են, գիտեք թե ես ինչքան հաճախ եմ նասկիներ պատվիրում ու այս ֆիրման շատ եմ հավանում, շատ որակյալ նասկիներ են ու տեսքն էլ շատ լավ է։ Պատվիրել էի Առնոյի համար, բայց չգիտես խի չափը բավականին մեծ է եկել, չնայած 2-ից 4 տարեկան է գրված, կարծում եմ ավելի շուտ Ադանի հագով կլինի, քան Առնոյի։ Կարծում եմ Ադանը դեմ չի լինի Թոմի ջերի հագնելու, եթե չհավանի կպահենք, ոչինչ, հետո Առնոն կհագնի, մի հատ նայեք ինչքան սիրունիկ են։ Այսպես, այս սևը շատ եմ հավանել և այսպես ինչ-որ սենց մի բան։ Սենց գրիպյոժներ եմ պատվիրել, էլի շատ լավ բան է, ես երկրորդ տարին արդեն պատվիրում եմ նախատոնական օրերի համար, այս գրիպյոժները ամրացնում ես ցանկացած տեղ ու իրենց լավ այն է, որ հետո նաև հեշտությամբ պոկվում դուրս են գալիս, ցանկացած տեղ կարող ես ամրացնել ու ամանորյա գիրլիանդաները իրենց միջով անցկացնել, շատ հարմար բան է, այստեղ չգիտեմ քանի հատ է, բավականին շատ է եկել տուփի մեջ ու այս ամբողջ տուփին վճարել եմ երևի ընդամենը 500-600 դրամ։ Ես հիմնականում օգտագործում եմ կարնիզի վրա եմ ամրացնում ու այդ վարագույրի լույսերն եմ անցկացնում։ Ինձ համար անձրևանոց, չնայած ես անձրևանոց բացարձակ չեմ սիրում, բայց նախորդ անձրևանոցս ինչ-որ մի տեղ կորցրել եմ ու մտածեցի, որ պատվիրեմ ձեռքի տակ ունենամ, ինչ-որ անհարմար պահի հաստատ պետք կգա, տեսնում։ Գույնը կարծում եմ լավիկն է, չնայած ես այս գույնը չէի պատվիրել, շագանակագույն էր նկարով երևում, բայց ինչ-որ բադրջանագույն է եկել, բայց վատը չի, կօգտագործի ու բավականին մեծ է, հատկապես Առնոյին պարտեզ տանելուց անձրևոտ եղանակներին, ընթացքում կսովորենք, սենց չի պակվում, չէ, և պատվիրել եմ 2 տուփ դանակ գթալ պատառաքաղների հավաքածու, այս մեկը արդեն բացել նայել եմ։ Մենք արծաթագույնը այս հավաքածուի օգտագործում ենք, երևի 2 տարի ավել կլինի ու որակապես շատ լավն է, գույնը չի գցում, դրա համար հանգիստ ոսկեգույնն էլ պատվիրեցի։ Այստեղ ունենք մեծ գթալներ, այս տեսքը ունեն, դանակներն է, շատ հազվադեպ է լինում, որ նման հավաքածուների դանակները կարելի է օգտագործել ու այս դանակները շատ լավն են, իրենք իսկապես օգտագործվում են, այս տեսքը ունի, մեծ պատառաքաղները և փոքր գթալները, կուզեի նաև հավաքածուն իր մեջ ներառել փոքր պատառաքաղներ, որովհետև դրանք էլ դեսերտի համար օգտագործվում են, բայց պատառաքաղներ փոքր չունի իր հետ։ Այս էլ երկրորդ տուփը ընդհանուր 12 հատ յուրաքանչյուրից մի տուփում, բայց ինչի այս մեկի տուփը տարբերվում, հուսամ ուրիշ բան չեն ուղարկել։ Վայ, այս մեկը բան են ուղարկել,
փայլուն ու մատղի։ Տեսնես ժամկետի մեջ է, այս մեկը վերադարձանենք։ Այս տուփը հերիք չի, սխալ են ուղարկել, մատվի փոխարեն ուղարկել են փայլուն տարբերակը։ Մի հատ էլ դանակները չկա տուփի մեջ, ներառված չի։ Իհարկե նաև մեր մեղավորությունն է եղել, որ հենց տեղում չենք ստուգել, բայց դե մի տեսակ շատ վստահ էի, որ ամեն ինչ նորմալ կուղարկեն։ Ու այս մեկը պետք է վերադարձանել, հուսամ ժամկետի մեջ է, հեսա կնայեմ երբ ենք պատվերը արել, երբ ենք ստացել ու եթե ժամկետի մեջ լինի, տանենք, վերադարձանենք, այդպես մեկը տնեմ ուղի մեջ, նորմալ էր ամեն ինչ, ու հետաքրքիր է, որ հենց սա եմ բացել նայել ու ինձ թվացել է, սաղ նորմալ է, ու երկրորդ տուփը չեմ նայել։ Արդեն ավարտում եմ իմ վլոգը, ձեզ ուզում եմ մաղթել օրվա հիանալի շարունակություն ու ասել, որ այսուհետ արդեն ավելի հաճախ վլոգներ կտեղադրեմ, որովհետև մենք տանն ենք, Մալիքում երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին արդեն դուք ֆիքսված ժամերի կտեսնեք մեր վլոգները։ Սպասեմ ձեր մեկնաբանություններին ու կաշխատեմ բոլորիդ պատասխանել։ Առայժմ